Դեպի Եվրոպա 7 նոր ուղղություն 25 եվրոյից սկսած։ Անհնարինը հնարավոր է, բայց ոչ Հայաստանում։ Հունգարական Wizz Air-ը հայտարարել է, Վրաստանի Քութայիսից իրականացնելու է շաբաթական 2 թռիչք դեպի Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորթմունդ, Լառնակա և Սոֆիա։ Վրացիներին ընձեռնված հնարավորությանը հեռվից նախանձով հետևում է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, համեմատում է Հայաստանը և Վրաստանը ափսոսում ընձեռնված հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար։ Ավիացիան մեր վերացվեց Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով, այսպես ասած, ու շարունակությունը եղավ Սերժ Սարգսյանի կողմից։ Մենք փոխադրող այսօրվա դրությամբ չունենք եւ ոնց որ թե մտադրություն էլ չունեն, որ ունենան փոխադրող։ Իմ նախանձը գալիս է, օրինակ վրացիները, որ կարողացան տենց լավ արդյունքների հասնել։ Մենք էլ կարող ենք լավ արդյունքների հասնել, եթե այս գաղջ մթնոլորտ, այսպես ասած, իր խոսքերն եմ ասում, գաղջ մթնոլորտը, եթե Հայաստանում չլինի։ Ժամանակին փորձել են բացել Wizz Air-ի նմանօրինակ low-cost ավիաընկերությունը Հայաստանում, ձախողել են։ Եթե գործը հաջողվեր, այսօր Arax Air անունով հայկական ավիաընկերությունը էժան չվերթներ կիրականացներ Եվրոպայով մեկ։ Հայկական low-cost ընկերությունը պետք էր, Arax ավիաընկերություն կար։ Բայց ցավոք սրտի այն քաղաքականությունը, որը վարվեց, ամեն ինչը վերացվեց եւ տրվեց Յուրայինեին, մասնավորապես Բաղդասարովին, երբ որ տրվեց մարդ, որ ընդհանրապես ոչ Հայաստանի հետ, ոչ մասնավորապես այդ ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող անձնավորությանը, պետքա մեր իշխանությունները ուղղակի համարձակություն ունենան, այն եկեղեցիներ կառուցելու փոխարեն կամ չգիտեմ, ջիպերը առնելու փոխարեն իրանք ներդնեն գումար, հետագայում մենք կարող ենք բազմաբաժնետիրական ընկերություն ստեղծելով կարող ենք նույնիսկ ցանկացած մարդ, որ ավել փող ունի, ասենք թե կարող է փայատեր դառնալ այդ ընկերությանը։ Հայաստանից դեպի Եվրոպա ուղիղ չվերթով հնարավոր է հասնել ընդամենը 4 ուղղությունով՝ Աթենք, Վարշավա, Վիեննա և Փարիզ։ Տեղի թանկ ավիատոմսերից դժգոհում են բոլորը, սկսած շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա։ Համեմատության համար նշենք, Երևանից Աթենք ուղիղ չվերթը 330 եվրո է, Թբիլիսից նույն ուղղությունը ընդամենը 265 եվրո է։ Դեպի Վարշավա ուղիղ չվերթը Երևանից 295 եվրո է, իսկ Թբիլիսից 237։ Վիեննան Երևանից արժե 433 եվրո, մինչդեռ Թբիլիսիում ընդամենը 408 եվրո է։ Ուղիղ չվերթ դեպի Փարիզ Վրաստանից չկա։ Մալև ընկերությունը հունգարական, որ սնանկացավ այդ Մալևը եվրոպական խոշոր ընկերությունների կողքին, նա տնօրենը ստեղծեց այս low-cost ընկերությունը, Wizz Air-ը, որը բավականին մեծ աշխարհագրություն ունի։ Նույնիսկ Բաքու են թռնում նրանք։ Վրացիները կարողացան հասնել այն բանին Wizz Air-ի հետ բանակցության ընթացքում, որ էկիպաժը, անձնակազմը իրենց վրացականը լինի։ Այսինքն օդաչուները վրացիներ լինեն, սպասարկող անձնակազմը բորտուղեկ ցորթուիները բաները վրացիներ լինեն։ Դրանով ինքը սոցիալական հարցեր լուծեց։ Շահեն Պետրոսյանի համոզմամբ, բայց երկնքի քաղաքականությունը փաստացի փակում է Հայաստանով հետաքրքրվող ավիաընկերությունների ճանապարհը, որովհետև օդանավակայանում ծառայությունների գները չարդարացված թանկ են, իսկ սպասարկումը անորակ։ Զվարթնոցը թանկ օդանավակայանը, ու դա արհեստականորեն է թանկ արված, որովհետև նրանք միշտ համեմատություն են բերում, այնպես խոշոր օդանավակայանը, ինչպիսին է Ֆրանկֆուրտ, Ամստերդամը, Լոնդոնը կամ Փարիզը, գների առումով։ Ասում են, տես մեր գները համապատասխան են, բայց սպասարկումը համապատասխան չի, ինչ որ է Ֆրանկֆուրտում կամ Ամստերդամում կամ Լոնդոնում կլինի։ Ուրեմն ոչ միտեղ աշխարհում սայլակները ծրի բաժանած են բոլոր օդանավակայան։ Միակ տեղն է Հայաստանը, որտեղ սայլակը փողով է։ Այդ սայլակների կարիքը ունեն եւ այդ սայլակը արժի, ասենք թե մոտավորապես, չգիտեմ, 10-ից 20 եվրո։ Ընդամենը մի 50 մետրը պետք է ինչ-որ մեկը այդ կողքի բան, տենց աշխատատեղ են իրանք ստեղծում։ Խայտարակությունը դա ամոթել է։ Ըստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ոչ միայն Վրաստանի, այլև եվրոպական երկրների համեմատ Հայաստանում ավիաընկերություններից գանձվող վարձավճարները շուրջ 20%-ով բարձր են։ Նարեկ Գրիգորյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։